Պաստորը դուք ասում եք, որ պլան են դրել կողքից ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարան առաջարկում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այսօրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարվա ժամկետում, Համենայնդեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժով եւ շուրջ 7 տարի քննված լինի։ Դուք այսօր ստացել եք շրջադերական, ես առաջ անգամ եմ լսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Շրջադերականով չեն։ Իսկ միշտ թվացել է, թե դատարան օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերականը կարող օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերեն ասում են, բաբնադուր ես կազալ։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս այլիճում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջանք։ Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջին։ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջադերականով եք առաջնորդվելու։ Ասել եք կա շրջադերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետն է։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասել ողջամի ժամկետը։ Որն է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկա անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալը, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, դուք էլ լինեք կամ ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բարեմություն ասած է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի կողքից ասած ինձ պահի կալանքի տակ։ Նպատակը սա է։ Սա բան է արիերևույթ, ակնհայտ բան։ Դատարանի ցանկացած խոսք միանգամից այլ տեսանկյունից է նայում, որ դատարանի ժամանակացույցն է հրապարակում, թե դատականիստերը ինչ նույն աչքերով են նայել։ Ինչպես։ Եթե դուք իմ տեղում լինեիք, նույն աչքերով են։ Եթե դուք ամենայնպես նախագահ դատավորի գործողություններում կողմնակալություն կամ ոնչ օրենքին համապատասխան գործողություններ նկատեք, վստահ եմ համապատասխան փուլում կամ ցանկացած փուլում դատավորի կարող է բացարկել, պարոն Քոչարյան։ Դատարանը ընդհանրապես կողմերին տեղեկացրեց, որ մենք ամիսը 1-2 դատական նիստեր նշանակել։ Արդյունավետ դատալսումներ չենք կարողացել ամենայնպես անցկացնել։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ սա բան է, մի քիչ ներածական բան է։ Հիմա շաբաթական 4 նիստ 2 ժամանոց կամ 2 նիստ 4 ժամանոց։ Դա նույնն է, թե նույնը չի։ Ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Դրան գումարվում ուղղակի մեզ այս բոլորի ստեղ գալ գնալը մի ժամ, ես օրինակ իմ համարիսակովից պետական ծառայությունով, բանով տիկնապահներով բանում։ Ես հիմա ասում եմ ձեզ, եթե ձեզ մտահոգում է ողջամտության խնդիրը, հիմա 4 ժամ, 4 նիստ 2 ժամանոց, 2 նիստ 4 ժամանոց։ Նույնն է։ Հիմա այդ շրջադերականը ինստրուկցիան չի կոպիտ ասել դատարանի։ Պարոն Քոչարյան, դա քննարկելու ենք։ Եթե կողմերը առաջարկել պայմանականորեն, որ ամիսի 3 նիստ անցկացնենք, բայց օրինակ կառավարության 11-ից մինչև 17:00 3 ընդմիջումով պայմանական, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դա ևս ողջամիտ առաջարկ կլինի եւ քննարկի դատարանի կողմից։ Հիմա դուք միանգամից դատարանը ամեն կողմերի դրական մենք ունենք գործի ողջամիտ ժամկետ քննելու ավարտելու օրենսդրական Որոշում եք ես այս աշխատանք եկամ այդ դատական։ Հասկանալի համար հասկանալի է։ Յուրաքանչյուր անգամ կարծում եմ անհրաժեշտություն չկա, որ դատարանը հիշեցնի, որ կան պարտականություններ դատավարության մասնակիցների կողմից, որ պետք է պարտականությունները կատարեն։ Որքանով այդ պարտականությունները այդ կարգավիճակը կրել է եւ ըստ այդ պարտականությունները կատարել ցանկալի է, ցանկալի չէ, այն դատարանը պետք է քննի ծայրաքննություն, որ 3 հատորը պետք է ուսումնասիրի, համադրի եւ հաջորդ դատական նիստին համապատասխան որոշում կայացնի։ Դա ևս քննություն է, հասկացա, դատարանը գնա իր աշխատասենյակ համադրի, հաջորդ դատական նիստին կա եւ հրապարակի ընդունում է կամ չի։ Եթե ընդունեց կամ եթե չընդունեց, համապատասխան փուլում կկայացնի համապատասխան որոշում։
Դատարանի նախորդ որոշումը առանձին փաստաթղթի ձևով տրամադրեց ինչի համար, որի պարտականությունը չուներ, որ տարան մեկնաբանության տարան տեղի չտա։ Եթե դատարանը ընդունի պայմանականորեն, յուրաքանչյուր անգամ չկրկնենք, եթե դատարանը պայմանականորեն ընդունի, մենք պետք է քրեական դատավորության օրենսգրքում սահմանված կարգով անցնենք հարցերի քննարկման, նախնական դատադասների ընթացքում սահմանված հարցերի քննարկման։ Հիմա այդ հարցերի քննարկման առաջի կետում նախագահ դատավորին բացառք կհայտնենք եւ գործը պայմանականորեն կմակագրվի, դատավորն ինքնաբացարկի կընդունի այլ դատավորի, դա եւս ընթացք է։ Եթե հաջորդ կետին ընդդատության հարց կքննարկվի, կորոշվի, որ դատարանը այս քրեական գործը պայմանականորեն պետք է քննի այլ մարզի այլ դատարան, դա եւս քննության ընթացք է։ Դրան հաջորդողը գալիս է քրեական հետապնդումը դատարեցնելու, վարորդը կարճելու հարցի քննարկումը։ Եթե լինեն համապատասխան միջնորդություններ, որոնք այդ պահին հնարավոր կլինի քննարկել, լուծել եւ համապատասխան որոշում կայացնել, կամ միջնորդությունը հետաձգել, դա եւս պարոն Քոչարյան, պետք է մենք քննենք, առաջարժվենք, որպեսզի հասկանանք, որ կետում դատարանը ինչ որոշում կկայացնի, ինչ որոշում կայացման համար բավարար թե ապացույցներ կլինեն, թե հիմքեր։ Ես ավելի մատչելի, սա պարտականություն։ Դուք հողում եք արել արհեստական բովականության։ Հիմա ես էլ հողում անեմ։ Դուք նախկինում ես դիմել եմ, ես վատ բանով չեմ ասում, շատ լավ։ Ես ուրախ եմ, որ դատարանը ընդհանրապես խնդրել է, որպեսզի որ տանդին ու դերթացել, ես նայեմ ողջունել եմ։ Հիմա ես դիմել եմ արհեստական բանականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական դատվացի մարդ ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկարներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենայն դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ հայաստական բանականությունը չի քթել։ Ես ասի լավ պատմական իմաստով է հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70 վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժվենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես դեռ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում եք խուսափում է, բայց ես գալիս եմ ամիշա բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որովհետև կա դատավոր, կա ցույցում, կա դատախազ, որ գալիս ասում ստիպանելով վերում է, մեղադրանքներ է տալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք, վերջի 100 տարվա ընթացքում, որևէ մի երկրում, մոտ 200 երկրում այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որ անզգուշությամբ առաջացել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող են ձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անպարտ է։ Դուք ո՞նց կմեկնաբանեք դա։ Տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակ բերեցիք։ Այսինքն անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ եմ բերում։ Դա եւս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ եմ բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերով է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի էր նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը
կայանում էր հետևյալը, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի Նախագիծը եթե նախագիծը, բայց գործող օրենսը գրքով քրեական դատավարության ողջամիտ ժամկետները սահմանված։ ով ասում։ Դա ո՞րն է ողջամիտ ժամկետը։ Ողջամիտ ժամկետը գալիս է գործից ավարտից։ Հիմա գործից ավարտից ողջամիտ։ Դա ծավալուն է գործը։ Պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում են մի փոքր դերականության գործը կարող է ողջամիտ ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամիտ ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։